Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 22-ի համար։ Օրը երեքշաբթի է, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 22-ին։ Ողջույն այ, էլի նորից մի խոսքով հարգելի խոյ։ Չգիտեմ ինչու եմ տեղադրելուց հետո նորից ուզում բարևել ձեզ։ Եվ բարևը Աստծունն է, ինձ թվում է արժի։ Որքան շատ այնքան լավ։ Մի խոսքով հարգելի խոյեր։ Այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է։ Ուշադրություն դարձրեք, որովհետև այստեղ նաև աշխատանքը կարող են գնել, հա, այնտեղ եթե տեղափոխեմ, դա նշանակում է, որ մարդը կարող եք ուշանալ աշխատանքից, դա ուշադրություն դարձրեք, նաև կարող է ժամեք պայմանավորվել, որ պետք է գնաք հարցազրույցի կամ որևիցե պետական աշխատողի հետ եք պայմանավորվել, որպեսզի չուշանաք։ Ժամերը կարող են փոխվել աշխատանքի։ Եվ օրվա ընթացքում կարող եք վիճել, որովհետև նաև օձեր կան այստեղ, կարող բամբասանքներ, կարող է իրենց հայացքից, այդ իրենց վերաբերմունքից նյարդայնանաք եւ վիճեք իրենց հետ։ Հետո մտքեր կլինեն ձեզ մոտ ինչ-որ մեկի մասին կարող եք մտածել կամ այդ իրավիճակի մասին կմտածեք, որի պատճառով վիճեցիք ինչ-որ մարդկանց հետ։ Եվ օրվա վերջը այստեղ բացի գաղտնիք կարող է բացահայտվել, որևիցե բում ինչ-որ մի բան, եւ եթե ինչ-որ մի բան պետք է ստորագրեք, նման ինչ-որ շատ կարևոր բաներ են, որոնք որ ձեզ կարող են խոստանալ լավ պահեր, ուշադիր եղեք, որտեղ մեջը սուտ կա, դա մոլորեցում է։ Դա ինչ-որ փուչիկ բաներ են, ոչ ճիշտ բաներ են, որոնք որ կարող են ձեզ մոլորեցնել այդ օրը։ Խոստանան, որ ինչ-որ մի բանը լավ է լինելու, բայց այդպես չի։ Ոմանց ամուսինը տուն կվերադառնա, ոմանք այստեղ կարող է ընտանիքով նստեն ինչ-որ բաներ քննարկեն, կամ նաև կարող է այդ գաղտնիքը ընտանիքի անդամներից ոչ մեկն է բացահայտում, կարող է այստեղ հղիություն է, կամ զույգի մասին ինչ-որ մի բան կարող եք լսել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 22-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոմանք շատ աշխատանք կունենան, դրա համար բավականին էմոցիոնալ կարող լինել, այդպես էմոցիաներով աշխատեք, գնաք հանդիպեք որևիցե պետական աշխատողի հետ, նաև դա կարող է լինել հարցազրույց եւ այլն, կարող առաջին աշխատանքային օրն է եւ գնում եք այդպես էմոցիոնալ, բիզնեսի հետ է կարող է կապված եւ այլն։ Եվ ոմանք կարող են հիվանդանոցից լավ լուր լսել, բարի լուր լսել, կարող է այնտեղ ծննդաբերում են, երեխա են ունենում, հնարավոր է նաև ուղղակի հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, կամ դուք ինքներդ մտնեք դեղատուն, որևիցե դեղորայք գնելու ձեզ համար, եւ առանձին որևիցե մի լավ, բարի լուր լսեք, որը հիվանդանոցի հետ կարող է բացարձակ կապ չունենա։ Օրվա ընթացքում ինչ-որ բաներ կզարգանան, առաջ կգնան, ձեր գործերը, ձեր բիզնեսը եւս ինչ-որ մի բան է, որ առաջ է գնում, առաջընթաց կլինի։ Եվ ուշադրություն դարձրեք երեկոյան, որպեսզի չվիճեք ինչ-որ մարդկանց հետ, հատկապես ձեր երկրորդ կեսի հետ, եթե չունեք երկրորդ կես, դա կարող է լինել ընտանիքի անդամները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 22-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը մի փոքր խոչընդոտներ կան առավոտյան, խոչընդոտները կարող են լինել, օրինակ տաքսին է ուշանում, մեքենայի հետևը մեքենա կա, չեք կարողանում դուրս գալ, սպասում եք, խանութ եք ուզում մտնեք, փակ է, սպասում եք, հա, ինչ որ առավոտյան ընդհանրապես նման խոչընդոտներ են լինում, կամ խցանում է, չեք կարողանում ճիշտ ժամանակին հասնել տեղ եւ այլն, նման ինչ որ բաներ։ Գործերը այդ օրը կարծես թե չեք կարողանում առաջ գցեք, հենց ոնց որ թե առավոտյան է, որ ասում է թարսություն, հենց առավոտյան է սկսում։ Այդ օրը եթե զգում եք, որ ինչ որ գործերի վերջո չի լինում առաջ գցել, մի արեք, որովհետև այդ օրը չէ, որ ձեր գործերը առաջ գցեք։ Ուղղակի լավ է հանգստացեք։ Եվ իհարկե օրվա ընթացքում կարող եք պարկել, հանգստանալ, նաև ոմանք կարող են այստեղ ինտիմ հարաբերություններ ունենալ եւ երեկոյան կարող է այդ լարվածությունը, այդ առավոտյան, այդ որ գործերը առաջ չգնաց, որ ինչ-որ եւ այլն, ինչ-որ խոչընդոտներ, նրանք կարող է ազդել ձեր վրա եւ երեկոյան վիճեք ինչ-որ մարդկանց հետ։ Ընդհանրապես այս վիճելու հետ կապված, էմոցիաների հետ կապված նայեք ձեր լուսնի նշանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 22-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը կստանաք երկար սպասված որոցե նամակ, տեղեկատվություն, փաթեթ, ինչ-որ փաստաթուղթ, տան հետ կապված որոցե իրադարձություններ կան, այստեղ հնարավորություն կարող եք ունենալ, օրինակ, վերցնել այդ տունը, թեկուզ վարձով, թեկուզ գնել, նաև ոմանք կարող են գնալ առիթի կամ ձեր տանն է այդ առիթը, դուք եք կազմակերպել, բայց հնարավորություն նաև կստեղծվի ինչ-որ տղայի հետ կապված հարցերում, յուրաքանչյուր մասնագետից մինչև անգամ ձեր տղան, ինչ-որ բան կարող է լինել, նաև ոմանք կարող են այդ հնարավորությունը լինել նա, որ պետք է գնաք հանգստանալու, և ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, ոմանք կարող են գնալ դեղատուն, ոմանք գնան ինչ-որ կոսմետոլոգի մոտ և այլն, նման ինչ-որ գործողություններ անեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 22-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ոչ լուսավոր մի բան տեղի կունենա, որը որ ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի, ոչ մի լավ բան է տեղի ունենալու։ Այստեղ ուղղակի գործեր կան, որոնք որ այդ օրը չեք հասցնում առաջ մղել, կմնան, և ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, միգուցե առողջության հետ է կապված, միգուցե ուզում եք լիարժեք հանգստանաք, չեք կարող հանգստանաք, միգուցե դա է, Ամենայն դեպս ուշադրություն դարձրեք ձեր առողջության, այստեղ կարող եք գնալ, երկար մնալ, ինչ-որ միտեղ կարող է գնում եք բժշկի մոտ, սպասում եք իրեն, կամ պարկում եք, հանգստանում եք մի որոշ ժամանակ, այդպես ոնց որ հանգստություն է ձեզ պետք, ամենայն դեպս, երբ այդ քարտան գնում է, դա նշանակում է, որ ձեզ հանգիստ է պետք, լիարժեք հանգիստ։ Եվ ինչ-որ բաներ կարող են դանդաղել, ինչ-որ բաներ կարող են դեռ կանգնել, Ժամը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը, ժամին ուշադրություն դարձրեք, բայց դուք ուղղակի կարող ինչ-որ միտեղ ժամերով մնում եք, գնում եք այնտեղ, երկար ժամանակ եք անցկացնում, և եթե այդ օրը ոչ մեկը ձեզ կառաջարկի, որ սա անենք, դա անենք, դա ձեզ հաջողություն կբերի, ապա ասեմ, որ այստեղ փուչ խոսակցություններ են և ոչ մի հաջողություն էլ չարժի սպասել, լիարժեք, որ այդ մարդը, որ ձեզ խոստանում է, կլինի դա։ Նաև դա կարող է լինել ուղղակի ստորագրություն ձեր հաջողության համար, միևնույնն է, էլի որոշ խաբեություններ կան, դրա համար ուշադիր եղեք։ Ոմանց մոտ նաև կարող է ինչ-որ նոր դռներ բացվել և ընդհանրապես բանալինել ձեր ձեռքում է, դա նշանակում է, որ ոչ ոք կամ ոչինչ չի կարող ձեզ այնպես անել, որ շեղվեք կամ սխալներ թույլ տալ։ Եվ իհարկե, եթե ինչ-որ գաղտնիք բացահայտվի, ինչ-որ կարևոր մի բան բացահայտվի, ձեր ձեռքում է բանալին, դուք եք որոշողը ինչպես արձագանքել դրան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 22-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև թե երկար սպասված ինչ-որ փաթեթ կարող եք ստանալ, փաստաթուղթ, տեղեկատվություն կարող, դա եք նշում, որ եկավ վերջապես այդ լուրը։ Երկեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, ուշադիր եղեք ձեր խոսքերի մեջ, ձեր ասելիքների մեջ, մի վստահեք այդքան։ Պետական հիմնարկություն կարող եք գնալ եւ այնտեղ երկար մնալ, ոմանք կարող է հիվանդանոցը, ուսման կենտրոնը, կարող եք գնալ այնտեղ երկար մնալ։ Եվ ինչ-որ գործեր որոշ չափով կմղեք առաջ, որոշ չափով, ոչ շատ, բայց կկարողանաք մղել առաջ, եւ այստեղ նաեւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է, կամ ժամերով կնստեք սեղանի շուրջ, կամ երեկոյան ուշ կքնեք, կամ պետք է շուտ քնեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 22-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոմանք ունեն հիվանդանոցում ինչ-որ մարդ կամ այստեղ ինչ-որ մի բան կլսեք, հիվանդանոցի հետ կապված, կարող եք նաև հանդիպել մասնագետի, հնարավոր է այստեղ ելք փնտրեք հիվանդին բուժելու հետ կապված, կարող է բժիշկն է ձեզ ասում այդ ելքը, թե ինչ անեք, ինչպես անեք, ուր տանեք եւ այլն, այստեղ ինչ որ մի լուսավոր մի բան է տեղի ունենալու տվյալ մարդու հետ, որ արդեն կարող է վատ բաներ էիք մտածում։ Նաեւ ոմանք կարող է ուղղակի առավոտյան արթնանան ինչ որ մի տեղը ցավով, ինչ որ զգաք, որ հիվանդանում եք, գրիպ եք ընկել եւ այլն։
Եվ ելք փնտրեք, գնաք ոչ մասնագետի մոտ, կարող գնալ դեղատուն, ոչ դեղորայք գնալ եւ այլն։ Նաև այստեղ պետական հիմնարկություն էլ կա, պետական հիմնարկություն եւս կարող է լինել հիվանդանոց, բժշկական յուրաքանչյուր կենտրոն եւ ուսման կենտրոն եւ հենց պետական հիմնարկություն, ինչ որ բանկ, մանկ եւ այլն։ Կարող եք գնալ նաև այնտեղ խոսել ոչ մասնագետի հետ ոմանք։ Կարող գնում եք բանկ եւ ձևակերպում եք ոչ վարկ։ Այնտեղ սպասելու եք ամենայն դեպս, սպասեք, որպես ինչ-որ մեկի հետ խոսեք։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է։ Երեկոյան կամ ուշ կքնեք կամ շուտ կամ ինչ-որ ուշ գաք տուն նաև։ Այսքանը կամ փոխում եք կարող ձեր ժամերը աշխատանքային երեկոյան ժամով։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 22-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը որոցը հաջողություն ունեք առավոտյան։ Ինչ որ հարցում ելք կփնտրեք եւ կարող է հաջողությամբ գտնում եք այդ հարցի լուծումը։ Ոմանք նաև աշխատանքի հետ կապված կարող է դա լինել, բիզնեսի հետ դա կարող է կապված լինել, ոմանք նաև այդ օրը շատ աշխատանք կարող են ունենալ, ընդունվել աշխատանքի, կարող է այդ ելքն եք փնտրում աշխատանքի ընդունվելու համար եւ կգտնեք այդ ելքը կամ հենց այդ աշխատանքին դիմելու համար ելքը եւս կգտնեք։ Նաեւ ոմանք կարող են գնալ հարցազրույցի, ոմանք նաև կարող են հանդիպել ոչ պետական աշխատողի հետ եւ իրար հետ կարող եք ելք փնտրել եւ այդ ելքը գտնել ինչ որ հարցին լուծում տալու համար, եթե նման ինչ որ բաներ կան ձեզ մոտ։ Հեռախոսազանգ եւ կարող է հանդիպում ունենաք ինչ որ մեկի հետ կամ իմանաք, որ ինչ որ մեկը պարկած է կամ նաև ինտիմ հարաբերություններ, ասա, հստակ ոնց որ հանդիպում է գնալ ինչ որ միտեղ։ Այսքանը ձեզ համար։ Կամ կարող եք օրվա ընթացքում պարկեք հանգստանալու եւ այդ զանգը ձեզ քնից հանի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 22-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուշադրություն դարձրեք, նայեք այստեղ ընդամենը 2 սիրտը խոցված սրտեր են։ Դա նշանակում է, որ մեկը այստեղ ձեր ընտանիքի անդամներից մեկի հետ կարող եք վիճել, ձեր զույգի հետ կարող եք վիճել եւ ձեզ մի փոքր վատ զգալ հետո։ Միայնակ զգալ, որովհետեւ նեղանակ իրարից։ Նույնն էլ ընտանիքի անդամներին հեսա վերաբերվում, կարող եք իրար հետ վիճել եւ հետո տխրեք, դեպրեսիվ վիճակում լինեք։ Ընդամենը դա է ձեզ։ Լավ կլիներ, որ եւս մեկն էլ գտնեի։ Եթե ինչ-որ բան բաց եմ թողել, լավ կլիներ, որ գտնեի, ավելի կհստակեցվի սա։ Բայց ամենայն դեպս ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք։ Հետո իրոք ձեզ կարող եք միայնակ զգալ, անգամ ոմանք կարող են հասնել մինչև բաժանման շեմին։ Ուշադիր եղեք սա։ Շատ։ Որովհետև օրվա ընթացքում միայն դա է ընկել՝ դեպրեսիվ վիճակ եւ վեճ։ Ուրիշ ոչինչ։ Դա ձեզ զգուշացում է ուղղակի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 22-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, կամ դուք կարող եք ինչ-որ մեկին զանգ արել, ինչ-որ մի բան է, որը որ կամ ուշանում է, դա ձեզ դուր է գալիս, ուրախ եք, որ ուշանում է, կամ այն ինչ-որ պետք է ուշանալ, մոտավորապես 2 ամիս հույս ունեք, որ այդպես պետք է ուշանա, հիմա է լինում, եւ դրա համար հիմա ուրախանում եք դուք, այդ ինչ-որ բան է դա, եւ հաջողություն ունեք այդ օրը։ Ինչ-որ մի տեղից, բիզնեսից, գործերից, որից հարցից հաջողությամբ կլուծեք այդ հարցը, կվերջացնեք եւ ելք եք փնտրելու, որևիցե հարցին լուծում տալու այդ կարող է այդ հաջողությունից հետո եւս ինչ-որ մի քայլ պետք անեք, ինչ-որ մի բան պետք անեք, այդ դրա համար ելք եք փնտրում։ Ինչ-որ բանի համար, կամ ինչ-որ դրանից հետո ինչ-որ մեկին տեսնելու, դիմելու համար։ Օրինակ, սա ինձ համար մեկ անգամ եղավ, որ աղջիկս թուղթը ստացավ եւ մենք ելք էինք փնտրում, որովհետեւ հա ոնց որ պետք է փնտրես օր, որտեղ որ դու կարող ես քեզ թույլ կտան գնաս ստանաս քո թուղթը, հա, այդպես։ Դա ելք ես փնտրում ես ինտերնետով հատուկ օր, ժամ, որ ազատ լինի, որ դիմես եւ այլն, հա, դա եւս ելք է։ Հենց այս նույն քարտերը եւս մեկ անգամ ընկել է, որը որ հենց այդպես եղավ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում, նման կարող է նմանատիպ որևիցե մի բան է ամեն մարդու մոտ մի ձև։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 22-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը որից է տղայի հետ կողա աշխատանքի մասին խոսակ, գնանք հարցազրույցի այնտեղ տղա լինի, նաև ինչ որ մի բան է տղայի հետ կապված, կողա ինչ որ բան է ձեզանից պատվիրում, մի խոսքով աշխատանքի հետ կապված է այստեղ իրար հետ, կամ բիզնեսի հետ է կապված, ինչ որ բաներով կզբաղվեք։ Այդ օրը նաև կստանաք երկար սպասված փաստաթուղթ, փաթեթ, տեղեկատվություն, որին երկար եք սպասել, ոմանք գումար կստանան այդ օրը, ոմանք գումար կծախսեն այդ օրը, բավականին էմոցիոնալ կլինեք, կարող է էմոցիաների ազդեցության տակ եք գումար ծախսում։ Եվ երեկոյան եւս ոչ մեկ հետ կարող նամակագրական կապի մեջ լինել, կամ էլի նորից ինչ որ տեղեկատվություն լսել, փաստաթուղթ ստանալ, ինչ որ մի բան է, որը կամ կգրեք, ինչ որ մեկին նամակ կուղարկեք, այսպես, եւ ուրախ կլինեք։ Թեկուզ կարող է ինչ որ մեկն է ձեզ գրում եւ դրանից դուք ուրախանում եք, տրամադրությունը բարձրանում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 22-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կուրախացնի ձեզ այն փաստը, որ ինչ-որ մի բան ուշանում է, կամ այն ինչ որ ուշանում էր կարող է լինում է, ավելի շուտ եւ դա է ձեզ ուրախացնում, ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք ձեր ընտանիքի անդամների հետ, ձեր երկրորդ կեսի հետ։ Օրվա ընթացքում հանկարծակի լուր կլսեք, նաև հանդիպում կամ շփում, որ ձեր կնոջ հետ, որը շատ տհաճ է, ընդհանրապես ինքը կախարդ կին է, այդքան էլ լավը չէ։ Բավականին էմոցիոնալ կլինեք, ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի մասին կմտածեք, այդպես էմոցիոնալ։ Եվ տան հետ կապված կտրուկ կամ որոշում կկայացնեք, կամ քայլ կանեք, կամ որոշում եք կտրուկ վերանորոգում անել տունը, տեղափոխել տան իրերը, գնել նոր տուն, վաճառել տունը եւ այլն, այն ինչ որ մի բան է, որը որ անսպասելի կտրուկ կարող է կամ ինչ որ մի բան կարող է կատարվել, ինչ որ մի բան կարող է լինել անսպասելի, տան հետ կապված կամ տան անդամների։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։